Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների եւ նաեւ զենք զինամթերքի ապօրինի շրջանառությանը նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը եւ ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքերը եւ նաև պիտի փաստեմ, որ մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք ենք արգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նշեմ, որ 2025-ին մենք ընդունել ենք լիովին որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում հանրային առողջապահությունը եւ թե նաեւ հանրային անվտանգությունը։ Տարիներ շարունակ մենք անընդհատ խոսում ենք միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի մասին, բայց կարիք կա վերադառնալու դեպի մարդը եւ հասկանալու թե հանրային անվտանգության տեսանկյունից ինչպիսի գործիքակազմեր է, որ պետությունը պիտի ձեռնարկի եւ ըստ այդմ այս ռազմավարությունը բացառիկ է այս տեսանկյունից։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ 2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ արգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ։ Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից եւ արձանագրել ենք հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի արգրավում որպես այդպեսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել ենք տեղ հասցնել եւ այս պայծրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունեն։ Եվ բնականաբար դեպքերի մասով աճի տեսանկյունից այստեղ աճի է ընկնում հատկապես բարեկային ծառայությունը, որտեղ բարեկային ծառայության կողմից աճել են բացահայտված հանցագործությունների թվերը եւ ես պիտի նշեմ, որ 2025 թվականին բարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք նախորդ տարվա 1866-ի դիմաց եւ արգրավել է բարեկային ծառայության ջանքերով շուրջ 32 կիլոգրամ թմրամիջոց։ Հարգելի գործընկերներ, մենք ընթացիկ տարում նաև քննարկել էինք փոստային առաքանիների հետ կապված տարբեր հարցեր, երբ որ չէինք կարողանում իդենտիֆիկացնել կոնկրետ փոստային առաքանին եւ շատ հաճախ ունենում էինք փոքր չափաքանակներով նաև թմրամիջոցների ներմուծման իրավիճակներ եւ պիտի փաստեմ, որ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ համագործակցությամբ որոշակի փոփոխություններ ենք իրականացրել փոստային առաքանիների թեմայում եւ արդեն իսկ ավելի պարտադիր է դարձել ստացողի մասով նշումը եւ այս տեսանկյունից պիտի փաստեմ, որ 30.1%-ով այսպիսի ներմուծման դեպքերը կրճատվել են այս քաղաքականության որդեգրման արդյունքում։ Ճանապարհատրանսպորտային պատահարներին եւս ցանկությունն եմ անդրադառնալու եւ նշելու, որ մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով բարեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այսչափ տրանսպորտային պարկի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով բարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, հատկապես մեր վարորդների, երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման, սերման տեսանկյունից եւ կարծում եմ, որ առաջիկա տարիների կտրվածքով այստեղ ավելի լավ պատկերներ կունենան։ Շարունակելով բարեկային ծառայության մասով արդյունքային ցուցանիշները, նշեմ, որ բարեկային ծառայողները անցած տարվա կտրվածքով բացահայտել են շուրջ 14800 հանցագործության դեպք, իսկ 2024 թվականին այս թիվը եղել է շուրջ 11000։ Այսինքն տեսնում ենք, որ կրկին ավելի մեծ թվով հանցագործություններ են բացահայտվել բարեկային ծառայության կողմից եւ նշեմ նաեւ, որ
Շարունակելու ենք բարեկային ծառայության կողմից արդյունքային այսպիսի ցուցանիշների ամրապնդման աշխատանքները, որովհետև մի շարք ուղղություններ կան, որոնցով որ կայունացման արդյունքների կայունացման խնդիր ենք մեր առջև դրել, որպեսզի շատ ավելի լավ պատկեր ունենանք Հայաստանի Հանրապետությունում եւ նաև այս տեսանկյունից մի կարևոր թիվ եմ ուզում հնչեցնել, ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ, մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաև մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Եվ կարծում եմ, այստեղ վստահություն ունենք առնվազն, որ այսպիսի խիստ վարչարարության արդյունքում է, որ մենք ճանապարհներին գրանցում ենք զոհերի թվի նվազում։ Կարճ անդրադառնամ նաև փրկարար ծառայությանը եւ ամփոփեմ։ Հարգելի գործընկերներ, աղետներսի կառավարման ոլորտի բնականաբար տարին եւս անմասն չի մնացել եւ մենք այս ուղղությամբ հաստատել ենք փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը եւ այս արդիականացման ռազմավարության շրջանակներում որոշակի որոշումներ են կայացրել, որ պիտի միտված լինի ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ ասեմ, որ մենք նախատեսում ենք կամավորական նշեջ փրկարարական ջոկատների աշխատանքի ինտենսիվացում տեղերում, որը որ թույլ կտա առաջին արձագանքը հենց տեղում համայնքի փրկարարական կամավորական ջոկատների միջոցով արձագանքը ապահովել, հետո արդեն դիմել պրոֆեսիոնալ անձնակազմի գալուն։ Եվ նաև նշեմ, որ 2025 թվականի արդյունքում փրկարար ծառայության կողմից փրկվել է 202 մարդու կյանք, այդ թվում 8-ը ձնահյուսից, 2-ը ջրահեղձումից, 56-ը ջրային տրանսպորտի մասնակցության պատահարներից եւ հարգելի գործընկերներ, չնայած նրան, որ մենք անցած տարվա կտրվածքով ունեցել ենք արտակարգ իրավիճակների աճ, հատկապես հրդեհներով պայմանավորված, պիտի փաստեմ, որ 2025 թվականի զոհերի թիվը այդուհանդերձ նվազել է 414-ով։ Կազմել է 414, ներողություն նվազելով 66-ով կամ 15.9%-ով։ Եվ նաև ամփոփելով ուզում եմ նշել, որ տարին մեզ համար լինելու է միգրացիա եւ քաղաքացիական ծառայության ամբողջովին թվայնացման տարի։ Մենք ավարտելու ենք թվայնացման բոլոր աշխատանքները միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունում, բնակչության պետական ռեգիստրի մշակման աշխատանքները եւս պիտի ավարտական փուլում լինեն այս տարվա կտրվածքով եւ կներդրվի նաեւ բիոմետրիկ նոր համակարգը, բնականաբար նպատակ ունենք նաեւ սահմանելու ունենալ e-gate համակարգը, որը մեր քաղաքացիներին թույլ կտա շատ ավելի արժանապատիվ եղանակով անհպում անցնել սահմանային անցակետերով։ Բնականաբար շարունակելու ենք թե ոստիկանության, թե փրկարար ծառայության մասով մեր ռեֆորմները եւ ուզում եմ նաեւ նշել, որ ոստիկանության մասով տարվա կտրվածքով կենտրոնանալու ենք նաեւ միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա, որպեսզի մեր ծառայողների կարողությունները ավելի զարգացնենք այս ոլորտում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից։